Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ պերուացի ավելի քան 100 զույգ ամուսնացել է Լիմայում տարվա առաջին համատեղ քաղաքացիական հարսանիքում։ Արարողությունը տեղի է ունեցել քաղաքում հայտնի շատրվանների հարևանությամբ, որը ճանաչված զբոսաշրջային տեսարժան վայր է։ Զույգերը լուսանկարվել են, տորտ վայելել, որոշ հարսնացուների նույնիսկ տեղում են դիմահար դրել։ Այսօր մենք նշում ենք մեր համայնքային հարսանիքը, տարվա մեջ առաջինը, ունենք 109 զույգ։ Հիմա ենք կազմակերպել, քանի որ փետրվարը համարվում է սիրո ամիս, ուստի հրաշալի ժամանակ է համայնքային հարսանիք անցկացնելու համար։ Ունենք զույգեր շատ երիտասարդներից մինչև այն զույգերը, որոնք արդեն այն տարիքում են, երբ բոլորը չէ, որ կմտածեն ամուսնանալու մասին։ Լիմայի քաղաքապետարանը պարբերաբար կազմակերպում է համայնքային հարսանիքներ, տեղացի զույգերի համար քաղաքացիական ամուսնությունն ավելի մատչելի դարձնելու, իրավական պաշտպանություն ապահովելու և թղթաբանության գործընթացն արագացնելու նպատակով։ Լեհաստանում դոնատների երկրպագուներն իրենց տարերքի մեջ են եղել Կրակովում, որտեղ մասնակցել են դոնատներ արագ ուտելու մրցույթին։ Կրակովի ամենամյա այս մրցույթը կատարյալ պատրվակ է հնարավորինս արագ բոլոր կալորիաները կուլ տալու համար։ Կրակովի Չեչոտկայի պալատում մրցակիցները հնարավորություն են ունեցել փորձելու 3 համ՝ բալի, նարնջի և ավանդական վարդի համով։ Սակայն արագ ուտելու այս մրցույթի մասնակիցները համը զգալու և դրա վրա կենտրոնանալու հնարավորություն այնքան էլ չեն ունեցել։ Մրցույթի հաղթողը ճանաչվել Marcin Փելիսը, որը 5 րոպեում 7 դոնատ է կերել։ Ինչ կարող եմ ասել։ Շնորհակալություն տատիկիս, որն ինձ դոնատներով է կերակրում, եւ հիմա մայրիկս էլ շարունակում է այդ ընտանեկան ավանդույթը։ Ես քաղցրակեր եմ, ուստի քաղցրը հաճախ հայտնվում է իմ ստամոքսում։ Ստամոքսս սովոր է դրան։ Այս տարի դեռ դոնատներ չէի կերել։ Ահա թե ինչու ախորժակս շատ մեծ էր։ Սա Լեհաստանի սիրելի ավանդույթներից մեկն է, որի ժամանակ լավագույն հացաբուլկեղենի խանութների մոտ հերթեր են գոյանում։ Ամեն տարի միլիոնավոր կալորիաներով հարուստ խմորեղեն են թխվում տներում և հրուշակեղենի խանութներում։ Գերմանիայի ավանդական կառնավալով կամ Weiberfast նախտով մեկնարկել է Քյոլնի փողոցային կառնավալի սեզոնը։ Խնջույքի հազարավոր մասնակիցներ են հավաքվել ամրոցում միասին զվարճանալու, պարելու, երգելու և բաժակաճառ ասելու համար։ Ինչպես ամեն տարի, գունագեղ զգեստները, կոնֆետին և տեղական գարեջրի մեծ քանակությունը, որը հայտնի է որպես քյոլշ, տոնակատարությունների անբաժանելի մասն են կազմում։ Խնջույքի մասնակիցներին անձրևը չի խանգարել։ Նրանք իրար ասել են, որ պարզապես պետք է անտեսել եղանակը, պետք է մտածել, որ արևը փայլում է սրտերում։ Արևմտյան Գերմանիայի Ռեյնլանդ շրջանում Weiberfast նախտը միշտ տեղի է ունենում մոխրագույն չորեքշաբթին նախորդող 5շաբթի օրը, եւ ավանդաբար այսպես կոչված մյոնեները նախկինում տգեղ տարեց կանայք կտրում են տղամարդկանց փողկապները։ Կտրելով փողկապները, որոնք խորհրդանշում են տղամարդու իշխանությունը, ուժը եւ բիզնեսը, կանայք խորհրդանշորեն ստանձնում են տղամարդկանց իշխանությունը 1 օրվա ընթացքում։ Ակնկալվում է, որ հաջորդ մի քանի օրերը Քյոլնում կլինեն բավականին կենսուրախ, անկախ անձրևից։ Գնորդները հեղեղել են Ռիո դե Ժանեյրոյի ավանդական Սաարա առևտրային թաղամասը Բրազիլիայի կառնավալի մոտենալուն զուգընթաց։ Նրանք փնտրում են երկրի ամենամեծ, ամենամյա տոնակատարության համար նախատեսված հագուստներ եւ աքսեսուարներ։ Հայտնի առևտրի կենտրոնում ցուցադրվել են խանութներից կախված հագուստներ, աշխատակիցները ցուցափեղկերը լցրել են դիմակներով եւ աքսեսուարներով, տեղացիներն ու արտասահմանցի զբոսաշրջիկները զննել են ապրանքները։ Գերմանացի զբոսաշրջիկ Յոհան Միխելը, որը կրում է հալքի հագուստ, ասել է, որ սպասում է իր կյանքի ամենախենթ երեկույթին, համեմատած Գերմանիայի Քյոլնի կառնավալի հետ, նկատելով, որ Ռիոյի փողոցներն անհամեմատ լեփլեցուն են լինում այդ օրերին։ Վաճառական Հենրիկե Մարտինսը խոստովանել է, որ այս օրերին վաճառքը բավականին լավ է ընթանում։ Գլխարկները, հավայան վզնոցները եւ գլխակապերն ամենաշատ պահանջարկն ունեն։ Ռիոյի կենտրոնում գտնվող Սաարա թաղամասը վաղուց պարտադիր կանգառ է եղել զբոսաշրջիկների եւ տեղացիների համար, որոնք պատրաստվում են կառնավալին, Բրազիլիայի ամենակարևոր մշակութային փառատոնին։ 1896 թվականին Աթենքում կայացած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի մարզիկներին շնորհված մեդալը կվաճառվի դանիական աճուրդի տանը, բացի այդ արծաթե մեդալի համար առցանց աճուրդ կանցկացվի։
Մենք նախորդ աճուրդներում վաճառել ենք օլիմպիական մեդալներ, բայց ոչ առաջին օլիմպիական խաղերի մեդալ, եւ դա այսօր շատ հազվադեպ է հանդիպում շուկայում։ 1896 թվականի Աթենքի խաղերում արծաթե մեդալներ շնորհվեցին հաղթողներին, իսկ բրոնզե երկրորդ տեղը գրավածներին։ Քրիստիանի խոսքով ակնկալվում է, որ մեդալը կվաճառվի 38-ից 47 հազար դոլարով կամ 200 հազարից 300 հազար դանիական կրոնով։ 1896 թվականի խաղերում դանիացի մարզիկներից մեկը մասնակցել է ծանրամարտին, սակայն Քրիստիանն ասել է, որ աճուրդի հանվող մրցանակի դափնեկիրն անհայտ է։ Նա ասել է, որ մեդալը լրացուցիչ ուշադրության է արժանացել Իտալիայում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի պատճառով։ Գունագեղ լապտերները լուսավորել են Շանհայի Յույան այգին, քաղաքը պատրաստվում է ձիու լուսնային նոր տարվան։ Այս տարվա գլխավոր եւ դիտարժան զարդարանքներից են ձիու տեսքով լապտերները, որոնք նախատեսված են գալիք լուսնային տարվա կենդանակերպի նշանը ներկայացնելու համար։ Ծաղիկներ եւ առասպելական արարածներ պատկերող լապտերները նույնպես ցուցադրվել են պատմական տաճարի այգում։ Այստեղ բոլոր լապտերները շատ գեղեցիկ են։ Ձիու տարվա լապտերների ցուցադրությունը կենտրոնական հրապարակում անչափ տպավորիչ է։ Այս տարի հատկապես երջանիկ եմ, քանի որ իմ կենդանակերպի տարին է։ Յուան այգու լապտերների փառատոնը նախատեսվում է շարունակել եւս 3 շաբաթ։ Չինական կենդանակերպի համաձայն ձիու տարին սկսվում է փետրվարի 17-ին, որը նշանավորվում է տոնակատարություններով Թայվանում, Չինաստանում, Հարավային Կորեայում եւ Հարավարևելյան Ասիայի շատ երկրներում։ Սեուլի Կոեքս ակվարիումում ավանդական կորեական հանբոկ հագուստով հարավկորեացի ջրասուզակները լուսնային նոր տարվա շնորհավորանքները ջրի տակից են փոխանցել, այցելուներին զվարճացնելով յուրահատուկ ներկայացմամբ։ 2000 տոննա տարողությամբ ակվարիումի մեջ անցկացված ցուցադրությանը մասնակցել են ջրասուզակներ, որոնք կերակրել են այնտեղի բնակիչներին, միաժամանակ կատարելով ավանդական ամանորյա տոնական շարժումներ։ Այցելուների մեծ մասն ակվարիում է եկել երեխաների հետ։ Փոքրիկներից շատերի համար սա առաջին նոր տարին է ըստ լուսնային օրացույցի։ Ծնողները կարծում են, որ այս տարիքում ձկներին դիտելը լավ է երեխայի հուզական զարգացման համար։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ամեն տարի լույսի փառատոնի շրջանակում անցկացվում է լույսի վազք կոչվող միջոցառումը։ Տոնական վազքի մասնակիցները դիոդային լույսերով զարդարված շղթաներ են կրել։ Տպավորություն է եղել ասես լույսեր են վազում քաղաքում։ Վազորդներն անցել են փառատոնի կապակցությամբ Կոպենհագենի կենտրոնական հատվածներում տեղադրված լուսային բազմաթիվ ինստալացիաների կողքով։ Մասնակցում եմ, քանի որ զվարճալի է եւ իսկապես գեղեցիկ։ Անցած տարի էլ էի մասնակցել, ուստի այս անգամ որոշեցի նույնպես գալ ու ընկերոջս էլ հրավիրեցի։ Միջոցառման կազմակերպիչների խոսքով վազքի մասնակիցները կարող էին ընտրել 2 վազքուղի, մեկն ավելի կարճ 3-4 կիլոմետր եւ մյուսն ավելի երկար 6-8 կիլոմետր։ Լույսի փառատոնը, որտեղ ներկայացված է մոտ 45 արվեստի գործ, բաց կլինի ավելի քան 20 օր շարունակ։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։